Տիրոջը շարունակում ենք նորից կոնֆլիկտ սերիայից, այսինքն վեճ սերիայից, հաջորդ դասը վեճ Սիոնի համար, երկրորդ դասը, վեճ Սիոնի համար։ Այո, մենք լսում ենք նախորդ դասին Ջոել եղբայրը, որ խոսում էր կյանքի մասին, կյանքը ինչ կարևոր է Աստծո համար ու վեճ Սիոնի համար։ Ու մենք այստեղ շատ բաներ կհայտնաբերենք այս դասի ընթացքում, մի քիչ իրար հետ կընթերցենք, կնայենք ու կտեսնենք, թե Աստծո համար ինչ կարևոր տեղ է զբաղեցնում այն կյանքը, որ Աստված պատրաստել է մարդու համար։ Որտեղ հակառակորդը միշտ ընկած է մի բանի հետևից, որ մարդու մեջից Քրիստոսի կյանքը ոչնչացնի, որտեղ ինքը գիտեք, ինքը չի վախենում քրիստոնյաներից, ինքը վախենում է այն մարդկանցից, ովքեր ունեն Քրիստոսի կյանքը։ Ինքը Քրիստոսից է վախենում։ Ինքը սարսափում է Քրիստոսից։ Դրա համար ամեն բան անում էր, որ Քրիստոսի ծնունդը չլինի, ամեն բան անում էր, որ Քրիստոսը իր գործը չկատարի, միջև վերջի պահն էլ փորձում էր Քրիստոսին խաչից իջացնի, որ իր գործը չկատարի, որովհետև ինքը գիտեր, որ իր վերջը ինչ է լինելու Քրիստոսի գործի արդյունքում։ Դրա համար ամեն բան նա անելու է, որ իմ ու քո մեջից Քրիստոսի կյանքը վերացնի։ Ես դու լինենք ուղակի իներցիայով գնացող հավատացյալներ, բայց Քրիստոսի կյանքը մեր մեջ չունենանք։ Մենք ուղակի եկեղեցի գնանք, մենք ուղակի աղոթք անենք, դե գիտենք պետք է աղոթենք, դե գիտենք պետք է գիրք կարդանք, ու այս ամեն ինչը անենք, բայց այդ կյանքը մեր մեջ չունենանք։ Ու ուզում եմ իրար հետ բացենք Հայտնություն 22-րդ գլուխ 1-ից 4 խոսքերը։ Հայտնություն 22:1-4-ը։ Եվ ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստծո եւ գառի աթոռից։ Եվ նրա հրապարակի միջումը եւ գետի այս կողմի եւ այն կողմին կյանքի ծառ կար, որ 12 կերպ պտուղ էր բերում։ Ամեն մեկ ամիս տալիս էր իր պտուղը եւ այն ծառի տերևը բժշկում էր հեթանոսներին։ Եվ այլևս նզով բնավ չի լինի եւ Աստծո եւ գառի աթոռը նրանում կլինի եւ նրա ծառաները կպաշտեն նրան եւ նրա երեսը կտեսնեն եւ նրա անունը նրանց ճակատների վրա կլինի։ Ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանման նման, որ փայլուն, որ դուրս էր գալիս Աստծո եւ գառի աթոռից։ Հաջորդ խոսքը Եսայա 34:8 խոսքը, որտեղ վրեժխնդրության օր է Տիրոջ համար, հատուցման տարի Սիոնի վեճի համար։ Եսայա 34:8։ Գիտեք, 5 տականում Սիոնը Տեր Եհովայի հարսնացուի խորհուրդն էր ներկայացնում։ Ու մենք միշտ տեսնում ենք, որ Աստվածաշունչը, որ ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ Սիոնի համար միշտ պայքար է եղել, միշտ պատերազմ է եղել։ Ու Աստծո վեճը ազգերի հետ տարվում էր Սիոնի կյանքի վերաբերյալ։ Ու ազգերը դուրս էին գալիս Սիոնի դեմ, որպեսզի Սիոնին ոչնչացնեն, որպեսզի այդ կյանքը չլինի։ Եվ Երուսաղեմը միշտ եղել է եկեղեցու խորհուրդը։ Իսկ Աստվածաշնչում օգտագործում են եկեղեցու երկու սահմանումներ։ Առաջինը դա Սիոնն է, երկրորդը դա Երուսաղեմն է։ Եվ Սիոնը ներկայացնում է եկեղեցին այնպիսին, ինչպիսին նրան ուզում է տեսնել Աստված։ Իսկ Երուսաղեմը ներկայացնում է այնպիսին, ինչպիսին որ մարդն է ուզում որ տեսնի։ Եվ այստեղ մենք տեսնելու ենք, թե Աստված ինչ էր անում այդ կյանքի համար։ Հայտնության գրքի մեջ մենք կարդում ենք, որ այդ նոր քաղաքի, նոր Երուսաղեմի մասին որոշվում էր Աստծուց, երկնքից պատրաստված, ինչպես հարսնացու, չէ, որպես գառան կինը։ Որտեղ Հայտնություն 21:10 ասում է, առաքյալը պատմում ասում է, եւ առավ տարավ ինձ հոգով մի մեծ եւ բարձր սար եւ ինձ ցույց տվեց այն մեծ քաղաքը, Սուրբ Երուսաղեմը, որ վայր էր գալիս Աստվածանից երկնքից։ Այսինքն Հայտնության գրքի վերջին գլխում Աստված մեզ բերում է մի տեղ, որտեղ որ մենք տեսնում ենք, որ կյանքի ծառը դրված էր։ Կյանքի ծառը այդ կենտրոնում էր, քաղաքի կենտրոնում էր, Երուսաղեմի կենտրոնում էր։ Եվ տեսնում ենք մի բան ամես ցույց տալիս, որ նոր Երուսաղեմն էր գալիս, այն ինչ որ Աստված էր որոշել, այդ նոր Երուսաղեմը, որ պետք է ստեղծվեր։ Ու միշտ այս պայքարը եղել է ու տեսնում ենք, որ ասում է, որ քաղաքի կենտրոնից հոսում էր կյանքի ջրի գետը, չէ՞, մենք կարդացինք այն սկզբի համարում Եսայա 34:8-ում, չէ, կներեք, Հայտնություն 22:1-ում, եւ ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանման փայլուն, որ դուրս էր գալիս Աստծո եւ գառի աթոռից։ Այսինքն այդ կյանքի գետը այդտեղից բխում էր, կյանք կար այդտեղից։ Մենք սովորել ենք, չէ՞, մենք ասում ենք, եթե ջուր կա, որտեղ ջուր կա, այնտեղ կյանք կա։
Որտեղ ջուր չկա, հիմա մոլորակների վրա ինչ որ կյանք են, չէ՞ ուզում հայտնաբերեն։ Որտեղ ջուր են հայտնաբերում, ասում են ուրեմն այստեղ կյանք կա։ Ու այստեղ ցույց է տալիս, որ ջուրը հոսում էր գարան աթոռից, այսինքն ինքը կյանք էր բերում։ Ինքը կյանք էր բերում։ Տեսեք, վեճը կայանում է կյանքի հարցի մեջ։ Եփեսացիների 6-րդ գլխում, երբ որ մենք կարդում ենք սպառազինության մասին ու առաքյալը ներկայացնում է, մենք տեսնում ենք, որ ինքը ներկայացնում է, որ այս խավար աշխարհակալների հետ, չէ, հակամարտություն է գնում ու մենք պետք է պայքարենք սրա դեմ։ Այսինքն այնտեղ, որտեղ այդ կյանքը չկա, այն ինչն իրեն անվանում է եկեղեցի, ներկայացնում է Աստծուն կեղծ լույսի ներքո։ Մենք պետք է պայքարենք, ոչ միայն մենք անվանվենք որպես քրիստոնյաներ, ոչ միայն անվանվենք որպես եկեղեցի, որպես հավատացյալներ, այլ մեր պայքարը պետք է մեկ բանի շուրջ լինի՝ ապահովել այդ կյանքը մեր մեջ։ Տեր Հիսուսը եկավ ասավ, ես ձեզ կյանք եմ տալիս, ու էլ ավելիով եմ ձեզ տալիս, առատությունով եմ ձեզ տալիս։ Միայն այն, որ մենք այսօր գոյատևում ենք այս երկրի վրա, միայն այն, որ այսօր մենք գործունեություն ունենք ինչ-որ հոգևոր տարբեր բաների մեջ, սա դեռ մեզ բավարար չի սիրելիներ։ Եթե մենք այսպես շարունակենք, մենք կդառնանք միայն կրոնավոր հավատացյալներ, բայց մեզ պետք է մենք ունենանք Քրիստոսի կյանքը, այն իրական կյանքը, որ Աստված դրել է մեր մեջ։ Ամեն։ Ու սրա համար Աստծո խոսքը մեզ ներկայացնում է, որ մենք պետք է սպառազինություն ունենանք, այսինքն մենք պետք է սրա համար պայքարենք, այս կյանքի համար պայքար է պետք։ Ոնց որ Ջոել եղբայրն ասեց, չէ, մեր հակառակորդը մռնչացող առյուծի պես ման է գալիս, թե ում կուլ տա։ Նա ամեն բան ուզում է անի, որ այս կյանքի ակունք, այս կյանքի սկիզբը կտրի, միայն թե ես ու դու այս կյանքը մեր մեջ չունենանք։ Միայն թե եկեղեցու մեջ կյանքը չլինի։ Թող եկեղեցին շարունակի գործել, թող եկեղեցին շարունակի իր ծառայություններն անել, բայց եկեղեցու մեջ այդ կյանքը չեղնի։ Կյանքը, որ կարա մարդկանց կյանքեր փոխի, կյանքը, որ կարա իրոք Սուրբ Հոգու հեղումը բերի, կյանքը, որ կարա իսկապես առատություն բերի, քրիստոնեական մեր արթնություն բերի մեր կյանքի մեջ։ Ամեն։ Իսկ այն կյանքը, որ ուղակի մեխանիկորեն մենք որպես ապրում ենք, այդ վերեք խոստովանենք, անձամբ մենք ենք դրանից օգնում։ Անձամբ մենք ենք օգնում, կասկածներ են մեր մեջ գալիս, հիասթափություններ են մեր մեջ գալիս, բայց երբ որ Քրիստոսի այդ առատ կյանքը քո մեջ ունես, քեզ ցավեցնում են, բայց դու ասում ես ոչինչ, ես պիտի շարունակեմ։ Հիասթափվում ես, նորից էլի կանգնում ես, ասում ես ոչինչ, գիտեմ ում եմ հավատացել ու պիտի գնամ միջև վերջ, պետք է այս գործը կատարեմ, ինչի, որտեվ գիտեմ ում եմ հավատացել ու ես այդ կյանք ունեմ, այդ կյանքը ուզում եմ փոխանցել, որտեվ եկեք նայենք Տեր Հիսուսին, ինչ էր անում ինքը, այդ կյանքը իր մեջ ուներ, ինքը չէր նայում մարդիկ այսօր իրան թագավոր էին հռչակում, մի քանի ժամանակ հետո արդեն բղավում էին ու ասում են խաչել դրան, ինքը գիտեր, որ բան ունի, որ պետք է փոխանցի այս մարդկանց, այդ կյանքը իրեն ստիպում էր, որ ինքը միջև վերջ գնար ու իր ունեցածը փոխանցեր։ Գործք Առաքելոց 1:8-ում ասում է. դուք զորություն կառնեք, երբ Սուրբ Հոգին գա ձեզ վրա եւ իմ վկաները կլինեք։ Այսինքն այդ կյանքը իր դրսևորումը կգտնի մեր միջոցով, սիրելիներ։ Տեսեք, ասում է կգա զորություն կառնեք, բայց այդ զորությունը չի կառնի, որ դուք ձեզ լավը զգաք, այդ զորությունը չի կառնի, որ ուրիշների մոտ ցույց տաք ձեզ, այդ զորությունը չի կառնի, որ ինչ-որ մեծ բաներ անեք, այդ զորությունը պիտի առնենք մի բանի համար, որ Տիրոջ վկաները լինենք։ Ամեն։ Պետրոսի 2-րդ գլուխի 9-րդ խոսքում ասում է դուք սուրբ ազգ եք, քահանայական թագավորություն։ Այս ամեն ինչ ասում է, ասում է, այս ինչ լավ օրհնյալ բաներ ա մեզ ասում, բայց դրա մեջ շարունակության մեջ ասում է, որպեսզի Տիրոջ առաքինությունները տարածեք, որպեսզի Տիրոջ առաքինությունները փոխանցեք։ Այսինքն մենք գործ ունենք, մենք պետք է վկան լինենք։ Մենք այդ կյանքը առնում ենք, որպեսզի այդ կյանքի վկան լինենք։ Մենք այդ կյանքը ունենում ենք, որպեսզի մարդիկ մեր մեջ տեսնեն Քրիստոսին։ Եվ գիտեք, երբեմն անգամ խոսալ պետք չէ, որ դու այդ կյանքը ունես։ Մարդիկ քո մեջ են տեսնում այդ կյանքը։ Մարդիկ քո վերաբերմունքի մեջ են տեսնում այդ կյանքը։ Մարդիկ քո խոսքերի մեջ են այդ կյանքի հետ հպում ունենում։ Ինչի՞, որտեղ այդ կյանքը քո մեջ լիքն է լինում։ Ամեն։ Եվ որպեսզի մեզ համար պարզ լինի մի քիչ, ես կուզեմ մի քիչ Աստվածաշնչով իրար հետ էքսկուրսիա անենք։ Այդ կյանքի համար Աստված ինչքան նախանձավոր էր։ Երբ որ մենք նայում ենք Աստված, չէ, ինքը մարդուն ստեղծեց եւ Ադամը ինքը ազատ, ինքը ելումուտ ուներ ամենտեղ ուր որ ուզում էր կարողանում էր քայլեր այդ եդեմական պարտեզում ուր որ ուզում էր գնար, բայց միայն այն ժամանակ, երբ որ Ադամը մեղանչեց ու մեղ գործեց,
Առաջին բանը, որ Աստված արեց, քերովբեներին կրակեց, սրով կանգնեցրեց կյանքի ծառի դիմաց։ Այսինքն Աստված սրանով մի բան է ցույց տալիս, որ Աստծո համար շատ արժեքավոր է կյանքը։ Կյանքի ծառի դիմաց։ Իսկ մեղավոր մարդը չի կարող հպվել այդ կյանքի ծառին։ Մեղավոր էությունը ինքը չի կարող այս կյանքից օգտվել, այս կյանքից ինչ-որ մի բան ստանալ, քանի դեռ ինքը մեղքի մեջ է։ Եվ Աստված առաջին բանը, որ արեց, փակեց այդ ծառը։ Բանն նրանում է, որ հենց սկզբից Աստված քայլ արեց, որպեսզի պահպանի կյանքը մեղավոր մարդու կումից եւ տիրանալուց։ Եվ հենց սկզբից էլ մենք տեսնում ենք, որ Աստված նախանձավոր էր կյանքի նկատմամբ սիրելիներ։ Տեսեք, Աստված պահպանում է կյանք, որ մեր մեջ կա, այլ ոչ թե մեզ։ Այն կյանք, որ Քրիստոս մեր մեջ դրել է, Աստված այս կյանքն է ուզում մեր մեջ պահպանել։ Որ այս կյանքը մենք չկորցնենք։ Երբեմն մենք մտածում ենք, չէ, ասում ենք, լավ, ինչներից է այս ամեն ինչը, ասենց այս կյանքը ապրում ենք, այս հալածվում ենք, տառապում ենք, չգիտեմ, որոշ բաներ մեզանից կտրում ենք։ Մի բան միշտ ինձ խրախուսել է մի բան սելներ։ Մենք երբ որ գնանք երկինք, շատ բաների համար, ոչ թե շատ բան, ամեն ինչի համար Աստծուն փառք ենք տալու։ Մեզ թվացյալ անգամ վատ օրերի համար մենք Տիրոջը փառք ենք տալու, որովհետև տեսնելու ենք, որ բարի ու հավատարիմ էր նա։ Նա իսկապես շատ հարցերով մեզ ողորմություն արել ու պահել է մեզ։ Որովհետև Աստծո ծրագիրը մեզ համար այս ժամանակավոր այս երկրային կյանքը չի։ Նրա ծրագիրը նրանում է, որ ինձ ու քեզ չկորցնի հավիտենության մեջ։ Մեր հարազատ մարդկանցից մեկը, եղբայրներից մեկը, ով հանցագործ կյանքից հետ դարձավ ու եկավ Տիրոջը, ապաշխարեց ինքը ու շատ ինքը հանցագործ կյանքի մեջ էր։ Երբ որ ինքը ապաշխարեց, շատ լավ սրտանց կպավ Տիրոջը, ընտանիքի մեջ ուրախություն էր եկել, երջանկություն էր եկել, արթնություն էր եկել։ Անցավ մի քանի տարի ու ինքը մեքենայով վթարի ենթարկվեց ու մահացավ։ Ու երբ որ իր կինը ծանր էր տանում այդ հարցով, շատ աղոթում էր ու ասում էր, Տեր, ինչու էլի, ինչու այս ամեն ինչը եղել։ Մի օր երազում ամուսինը հայտնվում է, ասում է, գիտես, ասում է, դու մի մտահոգվի իմ համար, որտեվ եթե ես հիմա չգնայի Տիրոջը, ես էլի հետ էի դառնալու։ Գիտեք, Աստված երբեմն մեզ թվում է, որ ինչ չարիք մեզ պատահեց, բայց Աստված հետաքրքրված է, որ ինձ ու քեզ հավիտենության մեջ չկորցնի սելներ։ Եվ այստեղ մենք ինչ որ մենք տեսնում ենք Աստծո գործի մեջ, մենք տեսնում ենք, որ Աստված հետաքրքրված է այն կյանքի համար, որ մեր մեջ կա, որ Քրիստոսով վերստին ծնունդի միջոցով նա մեր մեջ դրել է, որ այս կյանքը պահպանվի։ Եվ երբ որ մենք տեսնում ենք այս կյանքի բացակայման ընթացքը, մենք տեսնում ենք, որ մարդը մեղանչումից հետո այս կյանքի հետ հպման մեծ ընդմիջում ունեցավ, մեծ ժամանակ կորցրեց։ Եվ երկար տարիներ հետո մեր Տեր Հիսուս Քրիստոսը կանգնեց այս երկրի վրա եւ խաչը այս երկրի վրա կանգնեց եւ նա իր կյանքը դրեց, որպեսզի ամեն նրա հավատացողը չմահանա, այլ կյանք ունենա, ամեն, ու հավիտենական կյանք, որ ինքը իր կյանքը փոխանցի մեզ։ Այդ կյանքի օրինակը եկավ աշխարհ սելներ, որ այդ կյանքը ես ու դու ունենանք ու փառք Տիրոջ դրա համար։ Երբ որ երկրորդ պատմությունն ենք նայում, տեսնում ենք Կայենին եւ Աբելին։ Երբ որ Կայենը սպանեց Աբելին, թվում է, որ անմիջապես Աստված հայտնվեց։ Ու առաջինը, որ Աստված նրան ասեց, որտեղ է քո եղբայրը։ Ու Կայենը գիտենք նրա պատասխանը, ասեց, միթե ես իմ եղբոր Պահակն եմ։ Իսկ Աստված պատասխանում է նրան, ասում է, ինչ ես արել, քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ։ Ինչի, որտեղ նա կյանքին էր հպվել։ Որտև կյանքին էր հպվել, դրա համար Աստված հայտնվեց ու ասում է, ուր է քո եղբայրը։ Ուր է քո եղբայրը։ Եվ Կայենի օրինակով մենք տեսնում ենք, որ Կայենը ինքը մարմնավոր հավատացյալ էր։ Այսինքն սրանում մենք տեսնում ենք Աստծո վերաբերմունքը կյանքի հանդեպ։ Կայենը ինքը մարմնավոր կերպով էր մտածում, բայց հոգևոր մարդը, որը Աբելն էր, նա ուներ այդ կյանքը։ Մենք տեսնում ենք, երբ որ նրանք բերեցին այդ զոհը մատուցելու, Աստված Աբելինը հավանեց, չէ՞, ոչ թե Կայենինը։ Եվ սերներ, հնարավոր չի վերապրել արթնություն, միջև որ չբացահայտվի մեղքը մեր կյանքի մեջ, միջև որ այդ մեղքը խաչին չբարձրանա։ Երբ որ այդ մեղքը բարձրանում է խաչին, մեր կյանքի մեջ մենք տեսնում ենք, որ արթնություն է գալիս, որտեղ տեսնում ես, որ այն ինչ որ խանգարում էր, այն ինչ որ արգելք է այդ կյանքի հոսքին,
շատ եմ սիրում այս օրինակը բերել, երբ որ մարդ ինքը ծարավ է ու ինքը փնտրում է աղբյուր, որտեղից որ պետք է իր ծարավը հագեցնի, այս մարդուն ինչքան ուզում է տանես, ասես գիտես, որ այս աղբյուրը 13-րդ դարի աղբյուր է, ինչ որ մեծամեծներ սրա վրա աշխատել են, գիտես, որ այս երկար 1 տարի կամ 5 տարի է պահանջվել, որ այս աղբյուրը կառուցվի, այս մարդուն մի բան է հետաքրքիր, ջուր տուր խմեմ։ Բայց եթե այդ խողովակը կտրված է ու ջուր չկա, այս մարդուն դա հետաքրքիր չի 13-րդ դարիա, թե 6-րդ դարիա։ Ինքը ջուր է ուզում, կյանք է ուզում, կյանք։ Ու այդ կյանքը մեր մեջ պետք է լինի սերներ։ Եկեք նայենք Ենովքին։ Նրա պատմության մեջ մենք տեսնում ենք, որ Աստված ինչքան էր Աստծուն հաճելի Ենովքի այդ ընթացք ունենալը, որ Աստծո խոսքը ասում է, որ Ծննդոց 5:24-ում, չէ, Ենովքն Աստծո առջև քայլեց եւ չէր գտնվում, որտեղ Աստված նրան վերցրեց։ Ու նրա օրինակով ներկայացված է Աստծո վերաբերմունքը այն մարդու հանդեպ, ով կենթանի հարաբերությունների մեջ է Աստծո հետ։ Այն մարդը, ով Աստծո հետ կենթանի հարաբերության մեջ է, Աստված հետաքրքրված է այս մարդու հետ։ Աստված ուզում է այս մարդու հետ ժամանակ անցկացնել։ Հիշում եմ, պատանի ժամանակ, աղոթքի ժամանակ մեկ անգամ Տերը ինձ հետ խոսեց եւ ասեց. «Ինչքան որ քեզ է հաճելի, որ ինձ հետ ժամանակ անցկացնես, այնքան էլ ինձ է հաճելի քեզ հետ ժամանակ անցկացնելը»։ Տիրոջ հաճելի է սերներ մեզ հետ ժամանակ անցկացնելը։ Տերը փափագում է, Տերն էլ է ուզում, որ մենք իր հետ ժամանակ անցկացնենք։ Ու տեսնում ենք մենք Ենովքի օրինակից, որ Աստծուն այնքան հաճելի էր, երևի թե այնքան հաճելի էր Ենովքի հետ շփվեց, մի օր էլ ասավ, դե հերիք է էլի, արի քեզ տանեմ ինձ մոտ իրար այդ հավիտենության մեջ շարունակենք այդ ժամանակը։ Կյանքը այլ ոչ թե մահն է Աստծո մտահղացումը եղել սերներ։ Իսկ հակառակորդը ինքը ամեն բան անում է, որ այդ կյանքը իմ ու քո հոգևոր կյանքից ոչնչացնի ու վերացնի, որպեսզի այս կյանքը չունենանք մեր մեջ։ Եվ երբ որ տեսնում ենք Աբրահամի ու Իսահակի օրինակին, Աբրահամը բերեց Իսահակին, դրեց այդ զոհասեղանին, եւ այդ ծեր մարդը իր դողդոջուն ձեռքը բարձրացրեց, որպեսզի զոհի իր որդուն, որտեղ Աստված այդպես էր հրահանգել, հանկարծ երկնքից ձայն հնչեց ու թույլ չտվեց, որ Աբրահամը զոհ անի։ Եվ Աստված նրա համար ուրիշ զոհ էր պատրաստել։ Մենք հիշում ենք, որ այդ մացառուտների մեջից գառը դուրս եկավ։ Եվ Աստված ցույց է տալիս, որ այդ կյանքը Աստծո համար շատ կարևոր էր։ Եվ նույնը մենք տեսնում ենք նաև Հիսուս Քրիստոսի դեպքում, նա անցավ մահով, բայց մահը նրա վրա իշխանություն չունեցավ սերներ։ Մահը մտածեց, թե իշխանություն ունեցավ, բայց մահը նրա վրա իշխանություն չունեցավ։ Նա երրորդ օրը հարություն առավ։ Ամեն։ Ինչու՞։ Որպեսզի այդ կյանքը ինձ ու քեզ փոխանցի։ Որտեւ այդ մահը կմոտենա մեզ, բայց այդ մահը մեզ վրա իշխանություն չի ունենա։ Ինչի համար եմ այս ամեն ինչը համոզված ասում, որտեվ մենք հիշում ենք, երբ որ Եգիպտոսից Աստված Իսրայել ժողովրդին պիտի ազատեր, նրանց ասեց՝ մի անարատ գառ վերցրեք, ու այդ արյունը ձեր տան դրանդիկների վրա քսեք, եւ մահը չի մոտենաց ես։ Քրիստոսի արյունը, երբ որ մեզ վրա է սերներ, երբ որ մենք այդ արյան ծածկոցի մեջ ենք, երբ որ մենք լույսի մեջ ենք քայլում եւ հաղորդակից ենք լինում միմյանց իր հետ, մենք տեսնում ենք, որ այդ մահը չի կարող մեզ վրա իշխանություն ունենալ։ Ինչու՞։ Որտեվ այդ արյունը մեզ վրա է սերներ։ Ամեն։ Եվ Հիսուսը ինքը իր կյանքը տվեց, բայց մահը նրա վրա իշխանություն չունեցավ։ Նա հաղթեց մահին ու մեղքին, եւ նա ցույց տվեց բառից բուն իմաստով, որ մահը իշխանություն չունի։ Ու դրա համար ինքը, որ համարձակ կանգնեց այս երկրագնդի այս հողի վրա, ասեց. Ես եմ հարությունն ու կյանքը։ Ես եմ հարությունն ու կյանքը։ Այսօր քո համար եմ ուզում ասել Տեր Հիսուսի խոսքերը։ Նա քո հարությունն ու քո կյանքն է։ Չգիտեմ, թե դու ինչ կարգավիճակում ես այսօր քո հոգևոր ընթացքը տեսնում։ Միգուցե քո կյանքի մեջ մահ ես տեսնում, միգուցե չգիտեմ ինչ-որ կրիզիս ես, ճգնաժամ ես տեսնում։ Միգուցե տափաստանը, անապատը, չորացումը, այսօր ուզում եմ ասել Հիսուս Քրիստոսի խոսքերը, նա է հարությունն ու կյանքը քեզ համար։ Նա է հարությունն ու կյանքը։ Եվ նա հետաքրքրված է այդ կյանքով։ Նա հետաքրքրված է, որ այդ կյանքը քո մեջ չմարի։ Նա հետաքրքրված է, որ քո երկրպագությունը նոր զարթոնք ապրի։ Նա հետաքրքրված է, որ քո աղոթքի մեջ նոր արթնություն ունենաս։ Նա հետաքրքրված է, որ քո կյանքի մեջ նոր կյանք գա սիրելիներ։ Ինձ դուր է գալիս, որ ասում են նոր օրեր են պատրաստել, հներն անցան, ամեն բան նոր է։ Տերը նորն է ուզում մեզ տալ սիրելիներ։
բայց մեզ պետք է այդ կյանքի հետ հաղորդակից լինել։ Մեզ պետք է այս կյանքի համար մենք շատ խնամքով վերաբերվենք, շատ փայփայենք, այ ոնց որ Տերը արեց, չէ՞։ Երբ որ Ադամը մեղ գործեց, մի անգամից սերով բեները կանգնեցին, կրակես սրով։ Այդ ձև մենք այս կյանքի հանդեպ շատ խնամքով լինենք, պատերազմող լինենք։ Ոչ մի դեպքում թույլ չտանք, որտեվ գիտեք, այս երկրի ձգողական ուժը այնքան մեծ է։ Այս երկիրը ամեն բան անում է, որ ինձ ու քեզ քաշի ու իրեն նմանեցնի։ Ամեն բան անում է, որպեսզի այս կյանքի մեջ մենք փոխզիջումներ ունենանք։ Բայց իսկ դուր է գալիս Մովսեսի պատասխանը, երբ որ փարավոնը ամեն կերպ ուզում էր փոխզիջման նրան տաներ, Մովսեսը փարավոնին ասեց՝ մի կճղակ անգամ չեմ թողնելու։ Մի կճղակ։ Կճղակն ի՞նչ է, չեմ թողնելու։ Այ կուզեմ, որ ես ու դու այս ձև լինենք, այդ կյանքի հանդեպ այդ ձև նախանձավոր լինենք, որ ասենք ոչ մի կերպ, թեկուզ սա ինձ հաճելի է, որ ես այս բանը անեմ, բայց ես գիտեմ, որ երբ որ ես սա անեմ, այս կյանքի ակունքը կտրելու եմ, այս կյանքին վնասելու եմ, չեմ անելու։ Թող սա ինձ համար դժվար լինի, բայց ես պետք է գնամ։ Բայց ես պետք է այս կյանքը պահպանեմ։ Ամեն։ Թեկուզ ես սուտ խոսալով իմ կաշին փրկելու եմ, բայց ես չեմ խոսալու։ Թեկուզ ես իշ քայլը անելով ես մեծ հաջողությունների եմ հասնելու, բայց գիտեմ, որ մեղանչելու եմ արդյունքում, չեմ անելու, որտեվ ինձ համար կարևորագույնը այս կյանքն է։ Մի կար ժամանակ էլ սերներ, նա որ գալու է։ Մի կար ժամանակ եւ մենք լինելու ենք Տիրոջ հետ երկնքում։ Իմ սիրելի զրույցներից մեկն է, մեր իրական կյանքը մենք ապրելու ենք երկնքում։ Մենք այստեղ օտարներ ու պանդուխտներ ենք։ Այստեղ ժամանակավոր ինչ-որ կյանք ենք ապրում, բայց մեր իրական կյանքը այնտեղ է սպասում։ Ինչպես երբ որ փոքր էի, շատ էի երազում մեքենա ունենամ, ու այդ ժամանակ շատ էինք խոսում Տիրոջ գալուստի մասին։ Ես արդեն մտածում եմ չեմ հասցնելու մեծանամ։ Ես երազում էի մեքենա ունենամ, աղոթում եմ, ասում եմ, Տեր, գոնե երկնքում ինձ մեքենա կտաս, ամպերից մի հատ մեքենա տուր, գոնե քշեմ։ Եկեք ապրենք երկնքով, ձգտենք, փափագենք, սպասենք այդ օրվան։ Իրոք ամեն բան անենք, որ այս կյանքը մեր մեջ պահպանենք, չթողնենք, որ այս կյանքը մահանա սիրելիներ։ Իսկապես հակառակորդը ամեն բան անում է, որ այս կյանքը ոչնչացնի։ Երբ որ նայում ենք առաջի դարի քրիստոնյաներին, ինչ էր անում հակառակորդը։ Ամֆիթատրոններում առյուծների բերաններ գցում, Ներոն կայսրը իր տան ճանապարհը խաչերի վրա վառում էր քրիստոնյաներին, որ իր տան ճանապարհը լուսավորի նրանց այրված այդ դիակներով։ Բայց այս քրիստոնյաները իրենք խաչի վրա փառաբանելով իրենց կյանքը տալիս էին։ Նայում ենք, հետո եկավ խաչակրաց արշավանքը, հետո եկավ ինդուլգենցիաների ժամանակը, ինչ էին անում քրիստոնյաներին, ամեն կերպ հալածում էին, ուզում էին ոչնչացնեին։ Հակառակորդը ամեն բան անում էր այս կյանքը ոչնչացնի։ Քրիստոսին եկեք հիշենք։ Ասում է Ռաքելը լացում էր ու չէր ուզում մխիթարվել, մինչև 2 տարեկան բոլոր մանուկներին սպանեց Հերովդեսը, որտեվ չէր ուզում, որ Քրիստոսը լինի, Քրիստոսը այս աշխարհի վրա մնա, որտեվ այդ կյանքն էր ուզում ոչնչացներ։ Նայում ենք կոմունիստական ժամանակները եկավ, ինչ էին անում կոմունիզմը։ Ամեն բան անում էին, որ քրիստոնյաներին ոչնչացնեն, եւ Լենինը ասում էր, մի քրիստոնյա պետք է մնա եւ թանգարանում որպես էկզեմպլյար պետք է լինի, բայց նրանց չէր հաջողվում։ Չգիտեմ ով էր ասել էր, այս քրիստոնյաներին ձեռք մի տվեք, ինչքան որ ձեռք եք տալիս, այնքան իրանք շատանում են։ Որտեվ Աստծո կյանքը նրանց մեջ կա։ Իսկ հակառակորդը այսօր սիրելիներ ամեն բան անում է, որ այդ կյանքը իմ ու քո մեջ ոչնչացնի։ Բայց ուզում եմ այսօր մի բան ասել։ Այսօր եկեք նայենք հալածանք չկա։ Ու հակառակորդը այսօր ոչ թե հալածանքի միջոցով է մեզ ուզում ամենայն դեպս մեր երկրում այդ կյանքը վերացնել, այլ ուզում է մեծ սեղան է փռում մեր առաջ։ Ու ասում է օգտվիր այս սեղանից։ Ով ասում մի գնա եկեղեցի, գնա։ Հավատացյալ ես, լավ է, ինչ կապ ունի։ Պակաս աստղերն էլ են հավատացյալ ես, տեսեք, իրենց ներկայացնում են։ Մնա այդպես հավատացյալ, այդպես կյանքը չշարունակի, բայց թող կյանքը քո մեջ չեղնի։ Հացից առաջ ուզում ես աղոթես, աղոթի, շատ ճիշտ ես անում, Աստվածաշունչ կարդա, բայց այդ կյանքը քո մեջ մի ունեցի։ Հոբի պատմության մեջ, երբ որ մենք նայում ենք, Աստված թույլ տվեց, Սատանան եկավ Աստծո առաջ։ Եվ կարծես թե Տերը զրուցի բռնկեր Սատանային, ասես, տեսար իմ Հոբ ծառային։ Հա, տեսնում ես ինչքան լավն է, ինչ բարեպաշտ, Աստվածավախ։
Դե ասեց սատանան լասես դե արի դե վնաս տուր նրան, դες ասма մորթի տեղ մոր, նաև մարդ սեր իր բոլոր ստացածքն իր անձի տեղ կտա, բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նրա ոսկորին եւ նրա մարմնին եւ տես թե որ քո երեսին քեզ չի հայոյի։ Իսկ սատանան էլ ամեն բան ուզում էր անել, որ նրան կպներ, բայց Տեր ասում էր նրա կյանքին չկպնես։ Նրա կյանքին չկպնես։ Եվ սատանան տեսավ, որ չի կարող այդպես անել, փորձեց ուրիշ ճանապարհով հասնել Հոբին, որպեսզի համոզի, որ այդ կյանքը նրա մեջ ոչնչացնի, կնոջ միջոցով սկսեց խոսել։ Հայոյի Տիրոջը ու կմահանաս։ Նա էլ գիտեր, որ երբ որ հայոյի, երբ որ մեղանչի, վերջ կլինի այդ տառապանքներին։ Ու հակառակորդը ամեն բան անում էր, որպեսզի այդ կյանքը վերացնի սերներ, որպեսզի խզեր այդ հարաբերությունը Հոբի եւ Աստծո միջև։ Ինչ էր Աստված պատրաստել Ադամի համար։ Նա պատրաստել էր կյանքի ծառը, բայց Ադամը չկարողացավ հասնել այդ ծառին։ Ու Աստծո ծրագիրը նրանում է, որ մարդը ունենա այդ կյանքը սերներ։ Ադամը չկարողացավ, նրան չհաջողվեց հպվել այդ կյանքի ծառին, բայց նա կարող էր հպվել։ Ու այսօր այդ նույն մարտահրավերը իմ ու քո համար է։ Կհպվենք այդ կյանքի ծառին, կհպվենք այդ կյանքին, կօգտվենք այդ կյանքից, թե կմերժենք այդ կյանքը։ Արդյոք այդ կյանքը մեր մեջ կլինի, թե չի լինի։ Աբելը հոգևորապես էր մտածում։ Կայինի միջոցով սատանան գալիս է որպես սպանող ամեն աստվածայինի։ Աբրահամի ժամանակ մենք տեսնում ենք նոր հարաբերությունների մեջ էր մտնում Աբրահամը, երբ որ այդ բոլոր այդ իր տառապանքներով, այդ մղձավանջներով անցավ, չէ, նոր հարաբերության մեջ մտավ Տիրոջ հետ։ Եվ Աստված նրան անվանեց որպես իր ժողովրդի հայր։ Եվ մենք տեսնում ենք, երբ որ մեծ հայտնություններ պետք է մեր կյանքի մեջ գան, երբեմն մեզ պետք է, որ այդ մահվան շուքի ձորով, այդ տառապանքով անցնենք ու գալիս է այդ հայտնությունները մեր կյանքի մեջ։ Երբեմն անհրաժեշտ է լինում սերներ, որպեսզի այդ մղձավանջի միջով մենք անցնենք։ Երբ Աստված պատրաստ է ինչ-որ նոր բան իրագործել մեր մեջ, երբեմն անհրաժեշտ է, որ մենք անցնենք այդպիսի տառապանքներով։ Կարծես կյանքը, լույսը, բոլոր ուժերը լքել էին Աբրահամին, բայց Աստված այդ ժամանակ հայտնվեց նրան ու թույլ չտվեց, որ այդ ամեն ինչ անի, որովհետև Աստված նոր բան էր պատրաստել նրա համար։ Նոր բան էր պատրաստել։ Ու նույնը մենք տեսնում ենք Եսթերի պատմության ժամանակ։ Համանը ամեն բան կազմակերպել էր, որպեսզի նենց աներ, որ Աստծո ժողովուրդը չլիներ, վերանար։ Բայց Համանը այն կախաղանը, որ պատրաստել էր Մուրդքեի համար, արդյունքում ինքը այդ կախաղանից կախվեց։ Արդյունքում ինքը այդ ծուղակը ընկավ։ Ինչի՞, որովհետև նա փորձում էր այդ կյանքին հպվեր, իսկ նա ով այդ ծուղակը պատրաստել էր, ինքն էլ այդ ծուղակը ընկավ, որովհետև Աստված կանգնած է իր ժողովրդի համար սիրելիներ։ Այն կյանքի համար, որ իր ժողովրդի մեջ կա, Աստված կանգնած է այդ կյանքի համար։ Հիսուսը ասում էր, ինչու եք ուզում ինձ սպանել։ Ասում էր, ձեր հայրը սատանան է, նա սկզբից մարդասպան էր։ Նա տեսնում էր, որ սատանան է որպես մարդասպան ուզում այդ կյանքը վերացնել, ոչ թե մարդիկ, այլ հակառակորդն է ամեն բան ուզում անել, որպեսզի վերացնի։ Եվ այս նույն բանի շարունակությունը մենք տեսնում ենք քրիստոնյաների կյանքում, ոնց որ մի քիչ առաջ ես խոսեցի։ Մենք տեսնում ենք, որ Ստեփանոսին քարկոծեցին, ու Պողոսի մասին էլ մենք տեսնում ենք, որ Պողոսն էլ անընդհատ տառապանքների ու հալածանքների մեջով գնում էր։ Եվ սատանան հանդես է գալիս որպես կյանքի դեմ, որպեսզի այդ կյանքը ոչնչացնի Աստծո ժողովրդի մեջից։ Եվ երբ կյանքը հեռանում է, նրան միևնույնն է, որքան հիմնավորված հավատացյալներ ենք մենք։ Նրան արդեն էլ հետաքրքիր չի սիրելիներ, կարևորագույնը, որպեսզի հասնի իր նպատակին, որպեսզի այդ կյանքը իմ ու քո մեջից վերացնի։ Բայց ես ու դու, որպես քրիստոնյաներ, մենք պետք է մի բան հիշենք։ Մեր ամեն օրը պատերազմ է, մեր ամեն օրը պայքար է, մենք պիտի պայքարենք։ Ամեն օր արթուն պիտի լինենք, ամեն օր։ Տեր Հիսուս ասում էր, արթուն եղեք եւ աղոթք արեք։ Այսինքն այս կյանքի համար մենք պետք է շատ պայքարող լինենք, որ այս կյանքը մեր մեջից չվերանա սերներ, որ եկեղեցու մեջ այդ կյանքը լինի։ Ու շատ անգամ գալիս են ասում են, վայ եկեղեցու մեջ ջերմություն չկա, եկեղեցու մեջ այդ կյանքը չկա։ Դու ես այդ կյանքի սկիզբ ստեղծողը։ Այդ կյանքը փոխանցիր սիրելիս։ Այդ կյանքը քո ներքին սենյակում Տիրոջից դարձիր այդ խողովակը, փոխանցիր այդ կյանքը։
Ամեն։ Եվ ուզում եմ ձեզ մեծագույն կարևորագույն բաներից մեկը ասել մեր դպրոցի համար, որ ես պետք է հայտարարության սկզբում անեի։ Միգուցե այս դասերի ընթացքում շատ բաներ դուք տեսնեք, որ ձեր եկեղեցիներում ինչ-որ ճշմարտություններ ձեզ բացի ու տեսնեք, որ ձեր եկեղեցիներում ինչ-որ բաներ պակասում է կամ այնպես չի, այն չի։ Սերներ, նպատակը նա չի, որ այս ամեն ինչը դուք տեսնեք, տարբերությունը տեսնելով դուք սկսեք դատել։ Նպատակը նա է, որ դուք դա վերցնեք ու փոխանցեք։ Կարող ես այդ կյանքի փոխանցման միջոցը լինել։ Եղիր այդ կյանքի փոխանցման միջոցը։ Փառք Տիրոջը, ամեն։ Թող Աստված մեզ օրհնի։ Ուրեմն եկեք հիշենք մի բան, որ Աստված հետաքրքրված է այդ կյանքով, որ քո մեջ այդ կյանքը ունենաս, որ Քրիստոսի այդ կենթանի հաղորդակցության մեջ լինես, որ այդ կյանքը քո մեջ չմարի, այդ կյանքը քո մեջ չմահանա, բայց ոչ միայն Աստված հետաքրքրված, հակառակորդն էլ է հետաքրքրված, որտեվ նա ահով ու սարսափով լցված է այն մարդկանց հանդեպ, ովքեր որ այդ կյանքը ունեն իր մեջ։ Հիշում եք այն Սկևայի որդիները ուզում էին դիվարին ազատեին, Տերն էլ մեջից ասեց, Հիսուսին էլ գիտեմ, Պողոսին էլ ճանաչում եմ, դուք ովքեր եք։ Պատկերացնում եք սատանան Պողոսին գիտեր, ինչի, որտեվ Քրիստոսի կյանքը նրա մեջ էր։ Մենք կարանք հանդես գանք, ինչ-որ բաներ անենք, ինչ-որ, չգիտեմ, հոգևոր բառեր օգտագործենք, Աստվածաշնչից վերցրած խոսքեր կամ այս մի հովիվ նա այսպես արել կամ այս մի ծառայողն արել կամ YouTube-ում տեսել եմ այս մեկը այսպես արել, բայց այդ օրինակը ոչ մի բան ասելներ։ Մենք կարող ենք, չգիտեմ, Աստվածաշունչը անգիր իմանալ, բայց այդ ամեն ինչը զրո է մի բանի դեմ, եթե մենք այդ կյանքը չունենք։ Բայց եթե դու այդ կյանքը ունես, իմացիր, որ դժոխքը սարսափում է այդ կյանքից։ Այդ կյանքից, որ ինչու, որտեղ այդ կյանքը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Իսկ նա հաղթել է մահվանը, դժոխքին ու սատանային։ Ամեն։ Փառք Տիրոջը, եկեք կանգնենք աղոթքի։